Վաշինգտոնը և Կիևը քննարկում են ուկրաինական էլեկտրակայանների շահագործումն ամերիկյան ընկերություններին հանձնելու հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգները և Ուկրաինան կստորագրեն օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։ Այժմ ռուս-ուկրաինական կարգավորման օրակարգում են նաև տարածքների հարցը, հնարավոր սահմանազատումը, էներգետիկ անվտանգությունը, հակամարտությունը պետք է դադարեցվի։ Միացյալ Նահանգներն արդեն չափից շատ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ռուսական և ուկրաինական թիմերի հետ։ Ավելի վաղ ամերիկյան կողմը տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան քննարկումների օրակարգում է Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման, ջրային ճանապարհով առևտրային փոխադրումների վերականգնման հնարավորությունը, նաև տարածքների և Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հարցը։ Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքներով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Սաուդյան Արաբիայում ամերիկյան թիմի հետ քննարկումներում ռուսական պատվիրակության անդամ Գրիգորի Կարասինն էլ մանրամասներ է հայտնել 3 տեղի ունեցած բանակցություններից, որոնք տևել են շուրջ 12 ժամ։ Նրա խոսքով շփումը եղել է հետաքրքիր և բարդ, բայց կառուցողական։ Ուկրաինայի հարցով մեր դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, բայց կողմերը տարբերակներ կգտնեն։ Նման հնարավորություն է ի հայտ եկել։ Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են, որ պետք է գործակցեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերի շուրջ, ասել է Կարասինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կշարունակվեն, դրանց կներգրավվեն ՄԱԿ-ը և առանձին երկրներ։ Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին այժմ զեկուցվում է ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին։ Նա հաստատել է, կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցը։ Մոսկվան հանդես է գալիս բոլորի համար ավելի ընդունելի տարբերակով Սևծովյան նախաձեռնության վերսկսման օգտին։ Երբ դա տեղի ունենա, Ռուսաստանը հստակ երաշխիքներ կպահանջի։ Մենք չենք կարող վստահել Կիևի խոսքին, ամերիկյան կողմը լսել է երաշխիքների մասով Մոսկվայի դիրքորոշումը և հասկանում է, որ միայն Վաշինգտոնը կարող է դրական արդյունքի հասնել ուկրաինական հարձակումները կանխելու հարցում։ Մեկնաբանելով Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հեռանկարը Սերգեյ Լավրովը նշել է, այդ երազողներն ամեն օր ապացուցում են իրենց կատարյալ անկարողությունը։ Էր-Ռիադում ռուս-ուկրաինական կարգավորման հարցով քննարկումները մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ Մոսկվայի թիմի հետ հանդիպումից հետո ամերիկյան կողմը կրկին հանդիպել է Կիևի պատվիրակության հետ։ Սպասում եմ զեկույցի, անհրաժեշտ է շարժվել դեպի իրական խաղաղություն, երաշխավորված անվտանգություն։ Դա պետք է բոլորին՝ Ուկրաինային, Եվրոպային, Ամերիկային և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեսնել կայունություն միջազգային հարաբերություններում։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ չնայած հրադադարի մասին խոսակցություններին, ռուսական ուժերը 3 շարունակել են հարվածներն Ուկրաինայի տարածքին։ Մասնավորապես Սումիում կան տասնյակ տուժածներ, այդ թվում երեխաներ։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ժամեր առաջ ևս մեղադրել է Ուկրաինային Դաշնության տարածքը թիրախավորելու և ռուսական էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։